2025 թվականի սեպտեմբերից դադարեցին Երևան-Կապան Երևան կանոնավոր չվերթները։ Երթուղին սպասարկող Novair ընկերությունը հայտարարեց L410 օդանավը Չեխիա տեխնիկական սպասարկման ուղարկելու մասին։ Սյունիք օդանավակայանը սակայն այս պահին էլ շարունակում է աշխատանքը։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ օդանավակայանը ստացել է առադրամի շահագործման սերտիֆիկատ, այդ պահից սկսած Կապանի օդանավակայանը պատրաստ է եւ սպասարկում է մինչեւ 20 տոննա մաքսիմալ թռիչքային քաշ ունեցող օդանավեր եւ ուղղաթիռներ։ Օդանավակայանը հիմնականում սպասարկում է Երևան-Կապան Երևան ուղղությամբ ավիաչվերթները չեխական L410 ինքնաթիռով իրականացվող, որը ներկայումս գտնվում է տեխնիկական սպասարկման մեջ Չեխիայի Հանրապետությունում։ Բայց նրա բացակայությունը չի հանգեցնում այն փաստին, որ օդանավակայանը չաշխատի։ Օդանավակայանը շարունակում է իր բնականon գործունեությունը եւ այս ընթացքում մենք սպասարկել ենք Piper տիպի օդանավով 2 չվերթ։ Օրերս լրատվամիջոցներում տարածվեցին լուրեր Novair ընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը 6 ամսով մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը դադարեցնելու մասին։ Կասեցման ժամկետը փոփոխելի է, տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից։ Երբ ավարտվի L410-ի տեխնիկական սպասարկումը, Novair-ը կստանա նոր վկայական։ Ես կապ եմ հաստատում պարբերաբար համ տեխսպասարկման ընկերության հետ, որը տեխսպասարկման աշխատանքներ է իրականացնում օդանավի վրա, եւ օպերատորի հետ աշխատանքային կարգով գիտեմ, մոտ 90-95% գործը արված է, ուղղակի մի 2-3 կոմպոնենտ կա, դա էլ պետք է փոխեն, եւ օդանավի շահագործողը կտա հայտ համապատասխան մեր գործառույթներով, եւ մենք կտրամադրենք նոր թռիչքային պիտանության սերտիֆիկատ։ Բնականաբար այդ ժամանակ արդեն կասեցման հիմքը հանվում է եւ համապատասխան վարչություն միջանկյալ գրությամբ տեղեկացվում է եւ անմիջապես վերադարձվում է օդանավ շահագործողի վկայականը օպերատորին։ Մինչ թռիչքների դադարեցումը քաղաքացիները հնարավորություն ունեին Երևան-Կապան Երևան չվերթներից օգտվել շաբաթական 5 անգամ։ Կապանցիներն անհամբերությամբ են սպասում դրանց վերականգնմանը։ Կարեն Վարդանյանի խոսքով հաջորդ տարվա փետրվարին հնարավոր է նաև ավելի շուտ օդանավը կլինի Հայաստանում։ Մեր L410-ը հայկական ավիապարկի ամենաերիտասարդ ինքնաթիռներից մեկն է, նա ընդամենը 10 տարեկան է եւ ներկայումս անցնում է հենց 10 տարվա սպասարկումը, որը որ պարտադիր պահանջ է, որպեսզի մենք կարողանանք ապահովել թռիչքների անվտանգությունը։ Սպասարկման ավարտից հետո, բոլոր տեստերն անցնելուց հետո օդանավը կվերադառնա շարք եւ կշարունակի իր գործունեությունը։ Այս ընթացքում կուզեի նշել, որ մեծ պահանջարկ էր ձևավորել մեր ավիաընկերությունը եւ մենք էլ ենք նույնպես շահագրգռված օր առաջ օդանավը բոլոր տեխնիկական սպասարկումները ավարտելուց հետո անվտանգ թռիչքներ ապահովելու նպատակով օր առաջ օդանավը վերադառնա Հայաստան եւ իրականացնի Կապան-Երևան եւ ոչ միայն Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ։ Քաղավիացիայի կոմիտեից Novair ընկերությունից եւ Սյունիք օդանավակայանից վստահեցնում են L410-ի Հայաստան վերադարձվելուց հետո կվերսկսվեն թռիչքները, հնարավորություն տալով մայրաքաղաքից Սյունիքի մարզկենտրոն եւ այստեղից Երևան հասնել 40 րոպեին։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։